տարբերի կենսամակարդակի բարձրացմանը։ Խնդրեմ։ Կուզենալ մեխանիզմները ավելի հստակեցնել ճիշտ հասկացանք, որ եթե հանրագիրը չլինի, դուք ընտրություններին մասնակցելու եք, հայտնվեք քաղաքական միավորով, այս հիմնական օրակարգով։ Ճիշտ հասկացանք։ Տեսեք, մի քիչ արկեպ, նախ հանրագիրը կլինի։ Ոչ թե հանրագիրը չլինի, այլ իշխանությունը անհաղորդ մնա հանրային այն պահանջին, որ այս հանրագիրը գեներացնելու է, իսկ մենք ասում ձեզ, մենք սկսել ենք արդեն մարդկանց հետ շփվել, հանրային պահանջը հսկայական է, որտեղ մարդիկ հասկանում են, մարդիկ, որոնք մեմ ասածս ամեն ինչի շահառուներն են, հասկանում են, որոնք անտեր են մնացել, կներեք այդ բառը օգտագործում եմ, իմ գործընկերները օգտագործեցին անուշադրության են մատնած, անտեր են մնացել, իրանց համարում են, որ կարելի է իրանց հետ հաշվի չնստել, հա, բայց իրականում մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրանց հետ հաշվի նստեն, բայց եթե դա չաշխատի, այո, մենք գնալու ենք ընտրությունների, թե ինչ ձևաչափով հիմա դրա մասին պատրաստ չենք խոսել, որտեղ ինքներս դրա որոշումը չունենք, բայց սա լինելու է ոչ թե միակ խնդիրը, որ մենք գնալու ենք, այլ մոտավորապես կարելի ասել 10 կարևորագույն խնդիրներից մեկը, որտեղ մենք ունենք անվտանգության խնդիր, մենք ունենք տնտեսական զարգացման խնդիր, մենք ունենք արտաքին քաղաքականության խնդիրներ, կրթության որակի անկման խնդիրներ, արժեքային համակարգի աղճատման խնդիրներ եւ այլն։ Չէի ուզենա, որ ձեր մոտ տպավորություն ստեղծվի, որ սա միակ խնդիրն է, որով մենք գալիս ենք, բայց սա առանցքային խնդիրներից մեկն է։ Խնդրեմ։ Պարոն Ջալալյան, ասացիք քիչ առաջ, որ պետական պարտքի տոկոսը գալիս են 4 դարձնա, 4.7%, անջել է։ Ու ասում եք, սա կոռուպցիոն սխեմա է, այլ կոռուպցիոն սխեման բացվելուց ոնց է լինում այս դեպքում, որովհետև մենք արդեն երկու պարտ ունենք, ու երեք ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից մեկը հացելուց է տվյալը, ու ասում են, որ ներքին պարտ կարելի չի համարել պետական պարտ, մոտավոր այսպիսի բան։ Այսինքն դա ժողովրդի վրա է բաժանվելու, բնակչության քանակի վրա ու արտաքին պարտների այդ համարվելու։ Նախ կոռուպցիան համակարգի կապված, երկրորդ մյուս։ Այդ մի քիչ շատ տարօրինակ պնդում է, որովհետև բնականաբար պետության պարտք անկախ նայած ինչ աղբյուրներից է, դա պետական պարտք է, որովհետև պետական պարտք եթե դուք ձևավորել եք, հետո պետք է վճարվի, սպասարկվի եւ այլն, հա։ Երկրորդ ինչի՞ եմ ես ասում, որ սա մեջ կոռուպցիա կա։ Սա մեջ կոռուպցիա կա, որովհետև եթե մեր մոտ պետական պարտքի սպասարկման արժեքը բարձրացել է 4.5%-ից 7.5%, այն պայմաններում, երբ որ աշխարհում տոկոսադրույքները չեն աճել, այդ ընթացքում կայուն են մնացել։ Դա նշանակում է, որ ստեղ ինչ-որ մի հատ շահառուկ է, չէ՞ որ այդ փողը աշխատում է։ Ոչ թե 3%-ով է աճել։ Ճիշտ հասկացեք, դա աճել է 3%-ային կետով։ Քանի որ մենք ունենք հիմա 5 տրիլիոնից ավել պետական պարկ, 5 տրիլիոն դրամից, այո, ավել պետական պարկ։ Խոսքը գնում է իրականում 5.3 տրիլիոն մոտավորապես։ Խոսքը գնում է տարեկան 160 միլիարդ դրամի մասին։ 160 միլիարդ դրամի մասին, որ ինչ-որ տեղ է գնում, ինչ-որ մարդկանց գրպանները։ Այ եթե վերցնենք ուսումնասիրեք, թե ում գրպաններն է գնում այդ միջոցները, կհասկանաք, որ դրանք շատ կոնկրետ շահառուներ են, դա ժողովուրդը չի։ Դրանք խոշոր ներդրողներ են, որոնք ստանում են շատ կոմֆորտ, կայուն, երաշխավորված եկամուտ։ Ավելի բարձր եկամուտ, մի հատ եկեք հիշենք էլի մեր երկրում հիմա վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7% է կարծեմ, թե 6.5% է։ Այսինքն մեր միջին պարտքը ավելի թանկ է, քան Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հասկանում եք, մենք մեր վրա շալակել ենք պարկ, որից ինչ-որ մարդիկ գերշահույթներ են աշխատում, հա։ Այս հարցը պետք է հավելյալ մի հատ ուսումնասիրել, բայց մեր գնահատականն այն է, որ սա պատահական տեղի չի ունեցել։ Սա պատահական տեղի չի ունեցել։ Հիմա չեմ կարող կոնկրետ ասեմ, ով ինչ հանցագործություն է կատարել եւ գնամ հանցանքի մասին հաղորդում տամ, բայց սա պատահական տեղի չի ունեցել։ Որովհետեւ նույնիսկ ասում մտածեք այդ թվի մասին, 160 միլիարդ դրամ հավելյալ գերշահույթ է գնում ինչ-որ մարդկանց, քանի որ պետական պարտքի սպասարկումը թանկացել է այս ընթացքում, լավ։ Այլ հարցեր։ Եթե հարցեր չկան, ապա